Ադրբեջանի ընկերն է, ֆիլան, ֆստղ, էսի չի աշխատում եւ իմաստ էլ չունի ստե աշխատելու։ Գործ չունի։ Եվ գնում է առաջ էս գործը։ Ուրիշ ճանապարհ կա, մի հատ ասեք խելոքներ։ Ով ուզում ալի։ Մարդը հոտված է գրել։ Լա։ Մի նախադասությունը կարդացի, հələ հարց է տվել։ Մի չի ազդի արդյոք այդ հարաբերությունները միջազգայնորեն գործընթացի վրա։ Ինչ միջազգայնորեն գործընթացի վրա։ Նորից էդի պարզաբանը։ Միջազգային օրենքը կա։ Միջազգային գործընթացները դրանք նրա համար են, որ պիտի ստեղծեն միջազգային օրենք։ Այդ ժամանակ գործընթացները կարող է օրենք չստեղծեն, բայց հայոց ցեղասպանության հարցը օրենքի ստեղծման գործընթացներ չեն, որովհետև ցեղասպանության գործընթացներ եղան համաշխարհային պատերազմները, որոնց միջոցով պարզաբանվեց, որ պետք է ընդունել ցեղասպանության օրենքը 48 հասկացանք։ Հիմա ինչ գործընթացներ են պետք, որոնք իրականացվեն, որպեսզի հայոց ցեղասպանության դատը քնեն։ Օրենքը կա, ցեղասպանության օրենքը, երևույթը կա, հետադարձ ուժել ունի այդ օրենքը, որ եթե նայում ենք հետ կատարվել են դες դեպքեր, ասում ես հա փաստերը պիտի դատենք, եթե փաստեր կան։ Ինչ գործընթացների մասին է խոսքում։ Ցեղասպանության ճանաչման միջազգայնացման գործընթացը հարցի մեջ դնում է այս հարաբերությունները։ Միջազգայնացումը ինչ պիտի տանի։ Սրանց բռնած ուղին հետևյալն է։ Ասենք, խոսենք, ճչանք, այնքան ասենք, լացենք, մինչև միջազգային հանրությունը գործընթացով ասի, հա, ճիշտ է եղել։ Հետո ինչ։ Ճիշտ է եղել, որ ասեց, հետո ինչ պիտի լինի։ Բա ով պիտի դադարան տա։ Միջազգային հանրությունը, այդպիսի բան չկա, որովհետև հանցագործությունը, որը կատարվել է, մեր բռնածուղին, հայերի բռնածու, մանավանդ սփյուռքի, հետևյալն է, ոչ թե հանցագործին մի հատ իրավաբանական գրասենյակ վարձել, տալ փաստերը եւ դադարան տանել, այլ ասում են գիտեք ինչ անենք, ավելի լավ է, մի հատ հավաքվենք, տուժողը մենք ենք, չէ՞, հա ասում են, ազգուտակով հավաքվում ենք, ասում ենք, գիտես ինչ պետք է անենք, մենք էսի պետք է դադարան տանք, բայց վախենում ենք, ինչի՞, որովհետև հասարակական կարծիքը չգիտենք, այս դատի նկատմամբ ինչպիսին է, մեկը ասում է, ինչ հասարակական կարծիք, այ մարդ, տվես սպանել է, շատ լաբորատորիայով գենետիկ հետազոտություններով պետք է հաստատենք, որ սպանողի այրյունը սպանվողի մարմնի վրա է։ Էդի պետք է ապացուցենք, չէ՞, հետո սպանվել է այնի։ Ոչ չենք ասում երկնակար եկավ կպավ, ասում ես այրյունը վրան է այդ մարդու։ Հիմա լաբորատորիայով կնայենք, ասեն դու ես սպանել։ Լաբորատորիան կասի։ Այս մյուսը ասում է, չէ, եկեք գիտեք ինչ անենք։ Եկեք մենք այս մեր հարևանների մեջ, այս հանցագործի տնից սկսած, այս փողոցով դու գնա, այս մի փողոցով ես կազմակերպենք բոլոր հարևաններին մեկ-մեկ ասենք։ Գիտես, այս Փասիֆիկ 14-ի թուրք Քեմալն ու Մողմանը սպանեց մեր զավակներին։ Իրանք եք ասեն, օ, ինչ ես ասում բան, այդ գիշեր կքննեն իրանց ընտանիքի մեջ, տղամարդը կասի թե, այ դե գլուխ մի տարեք տելևիզոր միացրեք նայեմ, էսի հեչ, էսի մարդ չի էս հարևանը։ Այն մույսը կասի, ինչ կսես, ես հիմա կետամ, մեր մի հատ բարեկամ ունեմ ներքևի թաղը, նրան է կպատմեմ։ Եվ մեր գործը, պրոպագանդան, էսա, բոլոր հանրությանը, այդ սենյակ տները մի պետություններ են, եթանք պատմենք։ Եվ այս կազմակերպիչները ասում, պատմենք, որ կարող է այս տներից, այս տների մեջից, դադավորները դադարանում նստածել են, արդեն իմանան ինչ-ինչոց է։ Ոչ թե դադարանում եղած փաստերով, այլ արդեն իրանց տան մեջ եղած խոսակցություններով ասեն, գիտես, թուրքերը հայերին ջարդեցին, մեծ մամաս է ասում, էնի ասում, այդ օտար ընտանիքի մեջ։ Այս դադավորն էլ, որ այդ ընտանիքի մեջից է,
ասի, հա, ես գիտեմ էդի ցեղասպանությունը, փաստեր մաստեր ինձ պետք չեն, ինձ պատմել են։ Այս գիծն են բռնել հայերը, որ ամբողջ համաշխարհային հանրության գործընթացում մեջ, համաշխարհային ուղեղների մեջ գրենք, որ թուրքը մեզի սպանեց։ Եվ իրանք հասկանան։ Ու ի՞նչ է ստացվում։ Անցնում է 20-30 տարի, գալիս է նոր սերունդ։ Այս գործը հավերժական գործ է։ Չի վերջանալու։ Հիմա այս նոր սերունդին պետք է նույն պրոպագանդա պետք է անենք սախտաներով մեկ, որ գիտես, ասենց, էսե հա, նույն թարմությամբ քվեարկենք հեսա, կոնգրեսում դնենք քվեարկենք, կամ մեր սենատում դնենք քվեարկենք, հետո ասենք, այս թուրքերին, լամուկներին ասենք, մեր տան մոտով որ անցակ, հանկարծ մի հատ հայոյել եք այն տան համար, որը որ մենք ունենք, որ դուք ցեղասպանությունը ծեծել եք նրան, ապա մենք գիտես ինչ անենք, շունը բաց կթողենք ձեր վրա։ Էսը սենատն է բանի, Ֆրանսիայի։ Ընդել ասում են, չէ շունը որ բաց թողենք, բա որ հանգարց խացնի, ասում պետք է խացնի, բա ինչ, պետք է պատժենք, ով որ չի ընդունում ես։ Ասես մի քաոս։ Այս երևույթի վրա սարկած մեր դեմը դրած է։ Հիմա ընդամենը մի հատ հարց եմ կարդացել։ Ես կշարունակեմ վաղը, ես կշարունակեմ այս թեման։ Եվ կտեսնեք, որ հայոց ցեղասպանության հարցը, որ դրված է մեր ամանի մեջ, հատուկ կազմակերպված է, իմ ասած ձևով չի գնում։ Ասում են, դուք գնացեք, բոլորի դռները ծեծեք, պատմեք ձեր ցավը, նկարներ ցույց տվեք, նկարներ, եւ ասեք, որ սենց։ Եվ ի՞նչ է դուրս գալիս, ամենամեծը, ամենալավ երևույթը։ Մեջներից, այս հանրության մեջներից, մարդիկ են ելնում, որ զգայացունց ազդվում են մեր պատմածներից, ասում են, ինչ եք ասում, այդպիսի բան է եղել, հա, դե լավ, գալիս են այս մարդավարի, մտնում են այս թուրքի տունը, թղ, թուրքը պետք է ընդունի, ասում են, ես ճիշտ է եղել, որ դու սենց բաներ ես արել, կամ քո նախնիները, թուրքը կլոր աշկերով նայում, ասենց անում, չեմ հիշում, ոնց թե չես հիշում, սա հարևաններ հետ են խոսում, եւ ասում է, իրանք են մեզի սպանել, ախ, իրանք են սպանել, իրանք սպանեցին, հիմա էլ մեր վրա շար են անում, այս ինֆորմացիան, այս մարդը, որ ռիսկ արեց թուրքերին տունը գար ասել, դուք ինչի եք էսի արել, հիմա առնում է, էսի դուս է անում, դարձնում է հանրության սեփականությունը, ասում է, այն հայերը, որ եկել էին ձեր տուն, որ ասում են իրանք սպանել, սուտ է, դիտես չի, բա ինչն է ճիշտ, թուրքերին սպանել են դրանք, ու փախել են երկրից, բան չի են փախել, որովհետև սպանել փախել են, ինչ կսես, ու գնաց, հիմա մեր հակառակ մի հատ ուրիշ ալիք է այդում, հայերն են թուրքերին սպանել, ոչ թե թուրքերը, ու վիճում են իրար հետ, դուրսը, հայերը ասում են սպասեք մեր կուսակցություններն ու կազմակերպությունը, այս ալիքը անցնի, մի 20 տարի սպասեք, սպասում են, ալիքը անցնում է, մեռան, գնացին, նոր սերունդ է գալի, դե հիմա նորից գնացեք դրոշակներով բանով, մտեք այս թազա տները, ասեք, մեզի ջարդեցին նկարները, բան, պատմեք, գիրքերը, բան, ֆիլան, ֆստեղ, հա, նորից նույն պատմությունը, էլի բռնկվում է մի աստիճան, մեջներից մեկը գալիս է էլի Թուրքիայի այս նոր կառավարության, նոր ընտանիքին ասում, դուք եք սպանել, այ մանոլը, մեզի են սպանել, ու նորից գնաց, քանի ցիկլ է այս իլում, 100 տարվա մեջ, 5 անգամ կարաս անես այս պատմությունը, դուրս է գալի հայոց ցեղասպանության շահարկումը, մեր կողմից, որովհետև այս մարդիկ խետները չի հասել, որ այս ճանապարհը սխալ է, առանց ձենի, առանց զունի, առանց մամուլների մեջ այս կոմենքերով, օրենքներով, մարդ չիմանա, միայն դատարանը, խի որ դատարան են տալի մեկը մյուսին, քաղաքացիական դատարան, սա թերթերը գրում, գոռում, կոչում են, էսի սրան դատի տվեց, եւ սկսում են հասարակությանը հանել, թե ով է սրանցից մեղավոր, արդար այդպիսի բան չկա։ Կարճ ասած, թուրք հասարակությունը տրավմատիկ
պատմական հիշողություն ունի այս հոդվածը, որի վրա ես այսքան ծավալվեցի, կշարունակեմ վաղը։